Տիկին Սեդա Սաֆարյանի հարցադրումը այստեղ նաև ձեր դիմակի գործընկերներն ասում են, որ դա հարցադրում չէր, պնդում էր այդ միջամտությունների հետ կապված։ Դուք ինչպես կորակեք։ Ես հետևյալը կասեմ, դատական նիստի ընթացքում արդեն իսկ դիրքորոշումը ներկայացվեց, որ դատավորները պետք է քննության առարկա դարձնեն հերթական անգամ մասնակցության անհնարինության հարցը։ Կարծես թե հենց հարցադրման բովանդակությունն էլ բխում է սահմանադրական դատարան դիմում ներկայացրած ուժերից մեկի քաղաքական խոսույթի հետ։ Որ ուժի մասն է։ Ես վստահ եմ դուք կկռահեք։ Պարոն Վարդևանյան, բայց կգտնի դատարանը այդ անհնարինության հարցը, քանի որ նշվել է, որ չեն տեսնում նման խնդիր։ Բոլոր դեպքերում սա կարծում եմ իսկապես նոր հանգամանք էր, որը տեղի ունեցավ դռնբաց դատաքննության ընթացքում բոլորի ներկայությամբ։ Պատկերացրեք, քաղաքացիական պայմանագիրը նման հակափաստարկում չի ներկայացրել։ Նախագահի կողմից ներկայացված դրույթը ի պաշտոնե քննության, դա ex officio քննություն իրականացնելն է, այսինքն ես չեմ կարծում, որ այն հարցադրումը, որը հնչեցվեց, դա կարող է բխել այդ լիազորությունից։ Ի պաշտոնե քննության սկզբունքը մի քիչ դժվար է նույնացնել, օրինակ մամուլի հաղորդագրություններ ցիտելու հետ։ Բայց Տիկին Սաֆարյանն ասաց, որ այն ուժերը, որոնք դիմումներ ներկայացրել են, իրենց դիմումներում եւս նշել են, որ միջամտություններ եղել են։ Օրինակ, եթե կարող են համարժեք, ինչպես ԱՄՆ նախագահի կամ Ֆրանսիայի նախագահի կողմից աջակցություն է հնչեցվել գործող իշխանությանը, եթե նման բնույթի, նման լեզվական բովանդակությամբ աջակցություն կա ընդդիմադիր որևէ ուժի, հասցեական, խնդրեմ դրա մասին խոսենք։ Եթե չկա, բայց դեպքում ինչի է այդպես հարց տրվում։ Օրինակ նախագահն ասում էր, լավ կլիներ, որ Սամվել Կարապետյանը ազատության մեջ լիներ։ Սա միջամտություն կարող է դիտարկվել, թե ոչ։ Դուք վստահ եք, որ ուղիղ ճիշտ մեջբերում եք անում։ Ինչպես էր ասում, դուք կմեջբերեք։ Ես կարծում եմ դուք եք աղբյուրը վկայակոչում, խնդրում եմ մի հատ նայեք ինչպես է եղել։ Պարոն ասում է, այդ դեպքում էլ միջամտություն չկա, ուղիղ միջամտություն։ Ես ներողություն եմ խնդրում, նկատեցի։